Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, դուք լսում եք Բիզնեսը Մանթաշյանց ակումբի հետ հաղորդաշարը, Վարամ Միրաքյանը առաջին խոսափողի մոտ է, ով նաեւ հաղորդման հեղինակն է, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ է, ով վարում է ձեզ համար այս հաղորդումը, Վարամը Գերմանիայից է վերադարձել այսօր, ճիշտ է։ Այսօր առավոտյան։ Թարմ հրավիրել ենք տաղավար, որ պատմի ինչ կար Գերմանիայում։ Ես թարմ չեմ, բայց Գերմանիայից թարմ եմ եկել, մեր բանն էր, հավաքներ, մենք այնտեղ մասնաճյուղ ունենք, բայց բավական пассив էր, ոնց չէր ստացվում լավ կազմակերպել, այդպես որոշեցինք մի հավաք կազմակերպենք, որ ակտիվացնենք մեր ընկերներին, մոտավորապես 70 հոգի մարդ էր եկել, որից 55-ը Գերմանիայից են, մնացածը տարբեր մեր մասնաճյուղերից Չեխիայից ունենք մարդ, Բելգիայից ունենք մարդ, Իսպանիայից ունենք մարդ եւ այլն, այդպես ու Հայաստանից էլ միշտ կան մի երեք մոտ 10 հոգով, 7 հոգով էլ Հայաստանից են գնացել։ Բարձվում է մի հայ գործարար ունենք այնտեղ, որը որ Եվրոպայի ամենամեծ, երրորդ ամենամեծ լյուքս մեքենաների սալոն ունի վաճառքի։ Ասացի ինձ անես մի հոգի կա Գերմանիայում, որ ավելի մեծ է, մի հոգի էլ Մեծ Բրիտանիայում։ Դասպես պլանավորվում էր 200 լիներ Եվրոպայի ամենամեծը, հա։ Այդ Գևորգի մոտ էր միջոցառումը, ինքն ու իրանցի գործընկերով երկուսով են սկսել այդ գործունեությունը, հիմա այդպես լավ մեծ ծավալներ են հասել։ Հիմա Իրենց մոտ հանդիպում եղավ, դա էլ նաև պատճառներից մեկն էր, որ հետաքրքրություն կա, շատ մարդիկ եկան իրար չփվեցին, այդ ծանոթացան, որովհետև Գևորգի հետ շատ են ուզում ծանոթանալ, այդ ոլորտի ոնց որ ակտիվ գործարարներից է Գերմանիայի։ Շատ լավ ջերմ հանդիպում ստացվեց, շատ մարդիկ նաև էլի որոշեցին, դե մեր մոտ այս հանդիպները ոնց են կանում, կիսաբաց են կանում, եսը գալիս են դրսից մարդիկ, ովքեր որ դեռ ակումբի անդամ չեն, եւ գալիս են ակումբի արդեն անդամները, դրա համար շատերը ովքեր որ եկել են, իրենք էլ որոշում կայացրեցին, որ կմիանան Մանթաշյանցին, ու լավ էր Գերմանիան բան եղավ, էլի Գերմանիայի մեր մասնաճյուղը ակտիվացավ այդ տեսանկյունից ու էլի ամեն անգամ զարմանում ենք թե ինչ հայ գործարարներ ունենք, որից տեղակ չենք, նույն էլի մարդիկ կային ովքեր որ մեծ դիստրիբյուտորներ էին, Lidl-ի ամենամեծ գործընկերներից են որպես դիստրիբյուցիան, Թուրքիայի հայեր։ Պոլսի հայեր, այո։ Պոլիս էլ չէր։ Հա, ավելի բան։ Samsung, եթե չեմ սխալվում, հա, այդպես։ Ծովափի։ Հա, այդ կողմերից էր ոնց որ ցավոք հայերեն եւ անգլերեն չէր խոսում ինչ տես լավ կոմունիկացիա չստացեց, բայց ամեն դեպքում նույնիսկ մեծ դիստրիբյուցիա պատրաստ ամեն ինչով օգնել, բան տես նույնիսկ խոսակցություն գնաց, որ Բավարիայի նահանգապետ թե ղեկավար այդ մարզի ոնց էր կոչվում, չեմ հիշում, հա, իմ ընկերն է, իրար հետ կանք Հայաստան, բան մենք էլ ասենք բնականաբար համեցեք կդիմավորենք եւ այլն։ Այդտենց, այսինքն ու այդ մարդու մասին ոչ մեկ չգիտեր, այդ թվում նաեւ համայնքում չէին ճանաչում։ Խոշոր դիստրիբյուտոր Բավարիայի նահանգապետն էլ իր ընկերն է, ու մենք այդ մարդուն չենք ճանաչում, չգիտենք որ հայկական համայնքը այդպիսի ռեսուրս ունի։ Նույն այդ մյուս տղան էլ որը կար, էլի ու տես կարամ շարունակեմ, էլի հետաքրքիր բավական հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, ամենակարևորը որ իրենք միած կմիանան մեր Մանթաշյանցին ու կլինեն արդեն համայնքի ներսում, այդ տեսանկյունից կարելի է դրական համարել։ Արա մարդիկ ովքեր որ երբևէ անդամ չեն եղել ձեր ակումբի կամ որևէ այլ ակումբի, որոնք այնքան էլ լավ չեն պատկերացնում ինչ է տեղի ունենում այդ հանդիպումների ժամանակ։ Կարող եմ խնդրել մի փոքր մանրամասնեք։ Մանրամասն, բայց մեկը չեմ պատկերացնելու, այդպես միշտ, որովհետև պետք է լինես, որ ավելի լավ պատկերացնես։ Սովորաբար ոնց է լինում, մենք այդ հանդիպումների ժամանակ միշտ ունենք ինչ-որ պաշտոնական մասը, երբ որ ակումբի մասն ենք խոսում, հիմնականում այն մարդկանց համար, ովքեր որ մեզ նոր են միանալու։ Այդ իրենց հետ խոսում ենք ակումբի մասին, ինչ է ակումբը, ոնց է եւ այլն, էլի։ Ու միշտ ես օրինակ իմ խոսքում ներառում եմ հատված, որտեղ սկսում եմ ենթադրենք, ես հասկանում եմ, որ դուք մեզ չեք վստահում։ Որտեվ հիմնականում մեզ չեն վստահում, երբ որ գալիս են նոր մարդիկ, ինչու համար չեն վստահում, որտեվ մեր նման կամ մի քիչ տարբեր շատ կառույցներ են եկել հայտարարել բարձրագոչ հայտարարություններ եւ այլն, հետո գնացեք օրել են կամ ավելի վատ ելք ունեցել։ Հա, ես հենց այդպես եմ հիմնականում սկսում, այսինքն սկզբում պաշտոնական մաս ներկայացնում։ Հետո օրինակ այս դեպքում ինչ արեցինք, հետո այս դեպքում տուր արեցինք իր բանում։ Էլի մի քանի օր Գերմանիայից մեր ակումբականները խոսեցին, որ թե Գերմանիայում 2 թե 3 տարի առաջ ենք մասնաճյուղ բացել, 3 ոնց որ։ Իրենք խոսեցին թե ինչ է տվել, մի քանի խոշոր բիզնես սկսվել է դեպ։ Գերմանիայի մեր մասնաճյուղի ակումբականները իրար հետ կապվելով, նաև կապվելով Հայաստանի ակումբականհետ մի քանի խոշոր պրոյեկտներ են սկսվել, որ ապագայում նույնիսկ պոտենցիալ ունեն միլիարդանոց ընկերությունների դառնալու, էլի։ Որ ոլորտում է, չեմ ուզում շատ մանրամասնես, բայց հա։ Հյուրանոցային սոֆթի տեխնոլոգիական բան տես տարբերել։ Այսօր մի քանի լավ պրոյեկտ կա արդեն,
Ես չեմ ասում պարզ համագործակցություններից, որ չգիտեմ, իրավաբանական խորհրդատվությունը տալիս Եվրոպայում եւ այլն, ինքը 20 հատ հաջողություն գտե, որ իրավաբանական խորհրդատվություն տրամադրի Եվրոպայում կամ չգիտեմ, հաշվապահական խորհրդատվություն։ Ես դες պարզ պրոյեկտների մասին չեմ ասում, որ բնականաբար էլի կար, ավելի շատ խոսում հենց համատեղ նոր պրոյեկտ սկսելու թեմայով։ Կային մի քանի դες լավ դրական պրոյեկտներ կան, որոնք դուրս եկան ներկայացեցին հենա։ Ես 3 տարի առաջ միացել եմ, բայց 2 տարի առաջ օրինակ sense պրոյեկտ սկսեցինք, հիմա այս ուղղությամբ է գնում, արդեն չգիտեմ 10 հյուրանոց մեր ծրագրով է գործում եւ այլն, այդպես ներկայացրեցին։ Հետո արդեն անցնում ենք բանը, այդ որտեղ որ գնացել ենք, այդպես այդ մեքենաների սալոնում էր հանդիպում, այդպես շուտեղ մեքենաներ էր, մի վտանգավոր տեղ էր էլի, որ կողմնայում էր։ Մի բան վնասես, հա։ Այս մեկը 5 միլիոն եվրո է, մեկը 4 միլիոն եվրո եւ այլն, հա։ Ես հիշում մեր ընկերներից մեկը նստեց դե մի քիչ մեծ փորով teacher-ն եկա փորը դուրս գալ մեքենայից, մեքենայի գինն 5 միլիոն էր, ես այդտեղ շրջակա մարդկանց գույնի սպիտակությունից հասկացա, որ պրոբլեմ կա, այստեղ ինչ որ խնդիր կա էլի, հա, աշխատակիցների սպիտակությունից։ Միհարելը նաև եկամտաբեր է, ինչ որ պարագաներ է նաև, ոչ միայն առողջարար։ Այո, տենց, այսինքն շատ լավ տենց ձևավորված տարածք էր, հետո տուր արեցինք այդ տարածքում, ինքը պատմեց ոնց է սկսել, ընդհանրապես այս բիզնեսը ոնց է բաները, ինչ նպատակներ ունի ապագայում եւ այլն, տենց ոնց որ մի քիչ պատմեց, բիզնես մեքենաների մասին պատմեց, ոլորտի մասին պատմեց եւ այլն, էլի դա շատ հետաքրքիր բաներ են, ոնց որ խոսակցություններ, շատ նորություններ իմացանք այդ տեսանկյունից։ Հետո վերադարձանք արդեն բաններ, բանկետային հատվածներ, երբ որ արդեն մոտ արպես մի 2 ժամ ենթարենք սկսելուց անցել էր, արդեն միջացք երանք, խմեցինք բան եւ այլն։ Ու վերջում այդ ընդմիջումից հետո մոտ մի ժամ էլ տևեց ընդմիջումը 40 րոպե ընդմիջումից հետո անում ենք networking-ային հատվածը, որ մենք ոնց որ ստիպելով բոլորին իրար ծանոթացնում ենք, իրար դիմաց նստում են 5 րոպե մեկ բան են անում էլի, այտենց զույգերը փոխվում են։ Ով բաժանորդագրված է Մանթաշյանցին սոցիալական հարթակներում տեսնում է այդ լուսանկարը, երկար սեղանների մոտ մարդիկ դեմ դիմաց նստած են։ Մենք ասում ենք ոնց որ աղանդավորներ լինեն։ Ես ասեմ, որ մի անգամ առիթ ունեցել եմ նմանատիպ միջոցառմանը մասնակցելու, իրանք հետո փոխվում են, չէ՞։ Անդադ զույգերը փոխվում են, զույգերով փոխվում են, ու ստացվում է այնպես, որ բոլորը բոլորի հետ ինչ որ փոքր ժամանակահատված հասցնում են ծանոթանալ ու զրուցել։ Ուրիշ տարբերակ չկա, տեսեք, մենք ոնց որ 70 հոգի ենք, եթե մարդկանց ազատ ես թողում, մարդիկ սովորաբար շփվում են այն մարդկանց հետ, ում որ արդեն ճանաչում են։ 1-2 բացառությամբ, այսինքն դու այդ 70 հոգուց 5 հոգու ես ճանաչում, այդ 5 հոգու հետ ես շփվում, պլյուս 2-3 հոգի կողքից որ կարող ստացվի։ Այդ ծանոթը, ասենք։ Այդպես չի աշխատում, այդ networking չի։ Այսինքն networking-ը որ 70-ից 69 հետ դու շփվում ես։ Այդ է networking։ Դրա համար մենք դնում ենք այնց ասենց ռամկեքի մեջ, որ մարդիկ ստիպված լինեն ու այդ շփումը լինի էլի։ Մեր ամենատարածված ֆորմատներից է միշտ անում ենք տարբեր տեղեր, որտեղ Գերմանիայից է լիք մարդիկ, շատ մարդիկ, որոնց Գերմանիայից են իրար չէին ճանաչում։ Ու հանդիպեցին Գերմանիայի առանձնատությունը իրեք որն է, ես այնտեղ թիվ հանդիպեցի տարբեր, պաշտոնականները նայում են մոտ արպես 50,000 հայ մասնախոս գնում, ոչ պաշտոնական մինչև 100,000 ինձ ասցին, ու նաև այդտեղ կան համշենի հայեր, բավական շատ որ թուրքերի հետ գալիս են։ Համշենի հայեր ես Թուրքիայից։ Շատ են գալի, այդ թվում նաև համշենի հայերն են շատ։ Հա, կան համշենի հայեր, կան նաև մուսուլման հայեր եւ այլն, այսինքն այնտեղ ոչ մի վիճակագրություն չկա իրենց տեսանկյունից։ Մի քիչ վիճակագրություն կա մենակ հայերի թեմայով, դե բանը մենակ քաղաքացիներն է, ազգությամբ չի հաշվում, Գերմանիան ազգությամբ չի նայում, էլի էթնիկ խմբով չի նայում, ինքը նայում է քաղաքացիությամբ։ Ու երբ որ Ուկրաինայից ենթադրենք եկել են ահռելի թվով մարդիկ, ամեն քայլին ուկրաինացիներին ենք հանդիպում, այնտեղից ինչ որ տոկոս հայերն են եկել, մենք մի քանի հայերի հանդիպեցինք Ուկրաինայից, բայց քանի որ իրենք ուկրաինացի են եղել, իրենք ուկրաինացի են համարվում։ Դրա համար վիճակագրություն թե Գերմանիայում ինչ էթնիկ խմբեր կան, չկա։ Հիմա, բայց ինձ խոսեցի շատ տարբեր նաև համայնքի ակտիվ պատմաբաններ, բանդես տարբեր մարդկանց հետ 50,000-ից 100,000-ի համներում էր պատտվում թիվը հայերի։ Ամբողջ Գերմանիայում։ Ամբողջ Գերմանիայում, հա, բայց կա եկեղեցիների թիվը կտրուկ քիչ է մարդկանց թվի հետ կապված, համեմատած, 1-2 գործող եկեղեցի կա ու բանը հիմնականում մնացածը բանն էլի, այսինքն ժամանակով վարձում են նույն Ֆրանկֆուրտում չկար եկեղեցի։
բայց Ֆրանկֆուրտում մի քանի հազար հայություն կա, այտենց 5000, 10000 այդ սահմաններում կա, որտեղ ամենամեծ համայնքներից մեկն է։ Ֆրանկֆուրտը, Քյոլնը, Համբուրգը, Բերլինը, այտենց ամենահիմնական ոնց որ համայնքները այնտեղ են բանը, Մյունխենը, այդ սահմաններում կուտակված, բայց գործող մշտական եկեղեցին կարծեմ Քյոլնի կողմերը կա, 1-2 վերջ, էլ չկա։ Այսինքն ու նաև չկա կազմակերպված հայկական համայնքներ, շատ վատ է կազմակերպված հայկական համայնքը։ Այդ էլ ինչից է գալիս, այդ գալիս է նրանից, որ հայկական համայնքները հիմնականում լավ են կազմակերպված այն տարածքներում, որտեղ որ մենք ավանդական սպորտի ներկայացուցիչներ ունենք։ Այսինքն Լիբանանը հայերը երբ որ այնտեղ գալիս են հավաքվում են, իրենք կազմակերպում են սպորտը, որտեղ իրենք Լիբանանում ունեն մշակույթը։ Պարսկ հայերը գալիս են։ Մարդիկ են, ովքեր որ ավանդույթ ունեն գաղութների կառուցման, իրենք գալիս են եւ համայնք են։ Ու առանց դրա չեն կարողանում, էլի։ Իսկ այնտեղ այդ տիպ մարդկանց թիվը քիչ է, նույն մեր ավանդական սպորտի, ասենք պոլիսից են, Թուրքիայի տարածից են մարդիկ կան, որոնք որ էլի տենց քան որ քիչ են, իրենք էլ չեն կազմակերպել այդ համայնք ու դրա համար մենք կազմակերպված համայնք չունենք այնտեղ։ Դրա համար էլ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, մեծ ռեսուրս ունենք, բայց ռեսուրս տեղյակ չենք ու չենք կարողանում կոորդինացնել։ Երկու կողմանի հարց է սա, Վարամ։ Որտեղ ավելի հեշտ աշխատել, որտեղ համայնք չկա կազմակերպված եւ Մանթաշյանցը մեծ հաշվով հնարավորություն ունի 0-ից համայնք կառուցելու, որովհետեւ ամեն դեպքում կարծում եմ մենք նեն ժողովուրդ ենք, որ ուզում ենք իրար հետ լինենք, ուզում ենք իրարով լինենք, այսինքն երբ որ հայկական կառույց չկա, տրամաբանական է, որ այդ տարածքում ապրող մարդիկ հակված են ինչ-որ մի համայնքին միանալու։ Հիմա Մանթաշյանցը կլինի, Մանթաշյանցին կմիանան, եթե ուրիշ ոչ մի բան չի։ Թե ավելի հեշտ է հիմնադրել մասնաճյուղ մի տեղ, որտեղ որ ձևավորված այլևս հայկական համայնք կա։ Տեսեք, կենտրոնացվածության տեսանկյունից որտեղ որ կա ձևավորված համայնք, այդ ավելի հեշտ է։ Մեկ-մեկ այդ ձևավորված համայնքը օգնում է մեզ, մեկ-մեկ չի օգնում։ Բայց ձևավորված համայնքը գոնե ինչ-որ կետ է, որտեղից որ դու կարող ես ինչ-որ բան սկսել։ Երբ որ չկա այդ համայնքը, ասենք, լրիվ այդպես մարքեթինգային է, էլի, սկսելը։ Մենք օրինակ նույն չգիտեմ, եկեղեցու շուրջ են միավորվում, հաճախ դպրոցի շուրջ են միավորվում, չէ՞։ Այդ ու մենք հաճախ սկսում ենք, էլի, գնում ենք առաջին եկեղեցի եւ այլն, շատ տեղերը օգնում են մեզ։ Շատ տեղեր չեն օգնում, ուղղակի ցրում են։ Եղել է դեպքեր շատ, ասենք նույն Լաս Վեգասի եկեղեցում ինձ կուլտուրական ցրեցին։ Եվ այլն, այսինքն չգիտեմ, ռիսկ են տեսնում։ Զալա չեն անում, չեմ կարող ասեմ, էլի, հա։ Կարող է չարություն են անում, կարող է նախանձվել։ Հա, հազար մի բան չեմ կարող ասեմ, հա, բայց էլի լավ է, որ բայց մեկը լավ է, որ կա գոնե կազմակերպված։ Դե մենք սովորաբար մեր ենթակառուցվածքները ստեղծում ենք անկախ գործող համայնքի կառույցներից, քանի որ գործող համայնքի կառույցները արդեն ոնց որ ունեն կողմնակիցներ, դեմեր եւ այլն, էլի, իսկ մենք ոնց որ այլ կառուցենք, չենք ուզում իրենց խաղերի մեջ չենք ուզում հայտնվենք։ Իրենց խնդիրները, հա, այդ։ Չենք ուզում վերվեսենք իրենց խնդիրները։ Դրա համար մենք աշխատում ենք համայնքից դուրս մարդկանց հետ գործ բռնել, ովքեր որ համայնքային կյանքում չկան կամ եղել են ժամանակում հիմա չկան կամ այտենց ակտիվ չեն եղել եւ այլն, ու իրենց հետ զրույց ենթակառուցվածք ստեղծում ենք։ Եվ որտեղ որ կազմակերպված համայնք կա, երբեմն դա մեզ օգնում է, երբեմն մեկ-մեկ չի օգնում, բայց երբեմն դա մեզ օգնում է, դրա համար նախընտրել է որ կազմակերպված համայնք լինի։ Ամենաբարդ բացված որն է եղել մասնաճյուղը արամեստ քեզ։ Ամենաբարդը երևի դե ճիշտն ասած բոլորն էլ բարդ էին, էլի։ Երևի թե Լոս Անջելեսը ամենաբարդն էր, որ անձնական ես շատ ժամանակ տրամադրեցի Լոս Անջելեսի վրա, որովհետև չէր կարող չստացվել, դրամաբանորեն։ Հա, նույն Լոս Անջելես, Մոսկվան ամենամեծ համայնքներն ու չեն կարող չստացվել, դրա համար ոնց որ ես 2-3 տարի, տարեկան 3-4 ամիս այնտեղ էի անցկացնում, որ կայանար, ու հակին ոնց որ Հայաստանի մասնաճյուղը այդ տեսանկյունից դուժեց։ Դրա համար ամենաբարդը իմ համար ամենաբարդը Լոս Անջելեսն էր, բայց ասեմ որ բոլորն էլ բարդ են, իրականում որ նայում եմ համատությամբ, բոլորն էլ բարդ են, այնց հեշտ մեկ-մեկ ստացվում որ համատաբար հեշտ է լինում, բայց դե սկիզբը հեշտ ալնում, հետո նույնիսկ բարդը զարգացնելը։ Եթե նույնիսկ սկիզբը հեշտ ալնում, բարդ, ամեն ինչ բարդ է։ Իրականում հեշտ չէ գործը, բավական բարդ գործ է ու դա ես ուրիշ բան չէի սպասում էլի դա ու ես նաև մեր թիմը այդ ոնց որ օգնում էլի ոչ մեկ չէր խոստացել որ հեշտ պիտի լինի։ Հեշտ հակառակ մեր բոլորը ասում են հնարավոր չի։ Եթե բոլորն ասում են հնարավոր չի, ուրեմն մի քիչ բարդ պետք է լինի, էլի գոնե մի քիչ գոնե բարդ պետք է լինի։ Գերմանիայում այդ միակ մասնաճյուղն է, որը Գերմանիայում հա մենք դեռևս ընդհանուր մեկ մասնաճյուղ ունենք։ Մենք աշխատում ենք ոնց որ փորձելու ենք ոնց որ 2 ամսից մեկ մեծ հավաքներ անել, մոդելը փոխվում է տեղստեղ, սովորաբար քաղաքներով ենք անում, բայց
քանի որ Գերմանիան շատ ցրված ստացվեց, ասենք չէ, 2 հոգի Բերլինից են ուզում մենան, 2 հոգի Ֆրանկֆուրտից, 5 հոգի Մյունխենից, 5 հոգի Համբուրգից, մի բան է ստացել, ու անմեկ իրենց 600 կիլոմետր, 500 կիլոմետր շատ հեռու են, դրա համար ոնց որ ուշ ենք միջոցառումներ անելու, որ իմաստուն այդ մարտիկ կան, ասենք 2 ամիսը մեկ մի հետաքրքիր միջոցառում են կազմակերպելու, բայց ժամանակի ընթացքում երբ որ քանակը կրիտիկական զանգվածը մեծացավ, օրինակ Բերլինում առանձին բջիջ կստանանք, չգիտեմ, Մյունխենում առանձին բջիջ, Ֆրանկֆուրտում առանձին բջիջ, դենց կանանք էլի։ Ֆրանկֆուրտում օրինակ դե քանի որ ֆինանսական կենտրոն էր, ֆինանսական ղեկավարության մեջ բազմաթիվ հայեր կային, շատ բարձր պաշտոններ, բանկերի ղեկավարներ, բան, դենց CEO-ներ, բանկերի, բան լավ կար, մի տղակար օրինակ բաներ անում էլի, ասում եմ Հայաստանի միջազգային փոխանցումներ բոլորը ես եմ հաստատում այստեղից, բան ինչ որ դենց բան կար էլի, երբ որ Եվրոպայով է գնում էլի, կորեսպոնդենտ բանկերով եվրոպական այդպես, այսինքն միշտ բան, դրանց հետաքրքիր նաև top management ոլորտում հետաքրքիր մարդիկ մենք ունենք բանում էլ այնտեղ, որից հետ որ էլի որոշները չփվեցինք, որոշների մասին իմացանք։ Որոնք էլ չկային։ Հա, չկային, չէին եկել, հարմար չէին, դե մենք շատ վատ շրջան վերցեցինք հանդիպման համար, օգոստոս 1-ին էր մեր։ Հա, այդ իրականում արձակուրդների, բաների։ Ու լավ էր, որտեղ դե 70 հոգի հավաքվեց, դրանց ավելի չենք էլ ուզում որ հավաքվեր էլի, այդ լավ էր որ։ Բանը մասնաճյուղերի մասին խոսելուց եթե Գերմանիայի մասին էլի բան կա խոսելու կվերադառնանք։ Մասնաճյուղերի մասին խոսելուց ինձ համար հետաքրքիր է թե որն է ինչ տեսք ունի կապը գլխամասի եւ մասնաճյուղերի, այսինքն դրանք հորիզոնական հարաբերություններ են թե ուղղահայաց հարաբերություններ են, ոնց է դա աշխատում։ Արդյոք նախ սկսենք դրանից, արդյոք Մանթաշյանցը ունի կենտրոն, կա տենց։ Հա, ես այդ կենտրոնը Երևանն է մեր բանը ու տեսեք ոնց է գործընկերներ են տարբեր քաղաքներից այդ գործընկերների հետ մենք գործընկերային հարաբերություններ ունենք բայց այդ գործընկերային հարաբերությունների մեջ իրենք ունեն որոշակի պարտավորություններ իրար հանդեպ փոխադարձ հա մեր հանդեպ հա իրար հանդեպ եւ այլն բայց մենք ավելի շատ բան ենք անում էլի դու ոնց որ ճիշտ է ունենք այդ իրավաբանորեն ֆիքսված այդ պարտավորությունները եւ այլն ամեն ինչ ունենք բայց երբ որ դու համայնքային հարաբերություններ սարքում դու չես կարող իրավաբանության վրա հիմնվես իրավաբանություն պետք է լինի հա իրավաբանություն մասին չի խոսքը հա իրավաբանություն պետք է լինի իր տեղում բայց ինքը ոնց որ ավելի շատ անձնային հարաբերություններ մասն է խոսքը հա ու մենք իրավաբանորեն կա որ իրենք ինչ-որ պարտավորություններ ունեն տարեկան 20% աճ մասնաճյուղի շաբաթական միջոցառումներ եւ այլն իրենք պարտականություններ ունեն պարտավորություններ ունեն ու մենք անդադ աշխատում ենք ու նաեւ իրենց թիմերն են մեր այդ կապի մեջ ասենք բոլորն ունեն community manager այդ պարտադիր հաստիկը որ պետք է ունենան կամ չինո event manager-ն դες տարբեր է event manager-ը մեր թիմի հետ անդադ կապ մեջ է որ իր այդ միջոցառումներն են կազմակերպում բաները օգնում են կապ են տալիս եւ այլն այսինքն այդ էլ բանը կա մասնաճյուղերի հետ այդ բանը շփումը կա ժողովներ են կանում մշտական մի շրջան շաբաթ մեկ են կանում հիմա մի մեծացել է թիվը մասնաճյուղերը ամիս մեկ են ժողովներ անում այդպես հիմա գլխավորը մենք իրականում բան ունենք մի չէ գծով խնդիր ունենք որ շատ արագ են կաճելու համակարգային ինչ-որ փոփոխությունների կարծված բանը կարիք կա էլ այս բայդրությամբ այսինքն մոդելի փոփոխության եթե այն ժամանակ 15 մասնաճյուղեր ամեն շաբաթ ժողով են կանում նորմալ էր մասնաճյուղերը ղեկավարին ժողով ենք պլանավորում ենք բան գնում ենք առաջ էլի բայց հիմա արդեն 25 մասնաճյուղ էլ դες ժողով են կանում կարող 3 ժամ տևել այդ արդեն չի ստացվում էլի կամ 2 ժամ ինչ որ փոփոխությունների կարիք կա դրա համար դե մենք նախընտրում ենք քանի որ բան ենք անում որը նախկինում ոչ մեկ չի արել դրա համար նախընտրում ենք անենք հետո հասկանանք ինչ կարելի անել դրա հետ էլի անենք հետո մտածենք լավ sense ասում էլի ոչ թե մտածենք անենք որովհետև ինչքան մտածենք նախկինը ոչ մեկ չի արել չեն կարող գուշակություններ անենք նա ավելի լավ անենք հետո հասկանանք դրա համար հիմա աճում ենք հետո հասկանանք ենթակառուցվածքային ինչ փոփոխություններ անենք որ աճի ընթացքում նորմալ գնա ես նկատում եմ վերադասության սկզբունք կա թե չկա դե հա իհարկե մենք ոնց որ որպես գլխամաս հա ոնց որ գլխամաս հա բա ոնց հա մնացած բաների վրա միանշանակ հա իհարկե բայց նաև ինչ որ բաներ տալիս է չէ գիտելիքներ է տալի հնարավորություններ է տալի էքսպերտներ է տալի ինչի եմ հարցնում որտեղ եթե համացանցով մեզ ինչ որ մեկը Հայաստանից դուրս լսի ու ուզենա մասնաճյուղ բացի հա ձևավորի մասնաճյուղ հա ինչ որ համայնքում արդյոք տենց դա լինում է թե չի լինում ոնց է արվում հա մենք գործընկերների ոնց որ մեր բանը մեր խնդիրը մշտական գործընկերներ գտնել ու միշտ շփվում ենք տարբեր մարդկանց հետ միշտ աշխատում ենք տարբեր մարդկանց հետ որ իրենց հետ տևյալ տարածքում բացենք մասնաճյուղ էլի մենք հենց այս բայդրությամբ մոտ
երբ 20-25 գործընկերոջը աշխատում ենք։ Մեկի համար տրեյնինգ ենք կազմակերպում, մեկի համար հանդիպումներ ենք, մեկին կա ցուցադրական, օրինակ մեր մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ speed networking ֆորմատներ մեր երկու գործընկերոջը ապագա պոտենցիալ հրավիրել ենք, որ գալ այդ ֆորմատ տեսնեն ոնց է աշխատում։ Մի մշտական աշխատանք է, որը այդ գնում է, այսինքն մենք ունենք 25 արդեն գործող ընկերություններ, ունենք մոտ 25 էլ արդեն ընթաց բան է, պոտենցիալ, որոնց հետ մշտական աշխատում ենք, ամեն շաբաթ զումեր ենք անում եւ այլն, նույն, չգիտեմ, մենք աշնանը շատ ինտենսիվ աշն ենք ունենալու, 7-8 մասնաճյուղ պետք է բացենք։ Որտեղ, եթե գաղտնիք չի։ Ուրեմն հերթականությամբ կամ Կիպրոս, Մարսել, սեպտեմբերին։ Հետո Վաշինգտոն, Նյու Յորք, հետո Տորոնտո, հետո Մոնրեալ, Կանադա։ Հետո 6 եղավ այդ։ Հա 6, հետո Ֆինլանդիա։ Ֆինլանդիա, Շվեդիա բան կարող իրար հետ անենք, Էստոնիա, Շվեդիա կարող առանձին տեսնենք հələ, բայց ոնց որ թե Իսպանիան իրար հետ, հա Ֆինլանդիա 7 բան Արագածոտնի մարզ եւ Գեղարքունիքի մարզ 8-9 եւ Դուբայում էլ sense վերաբացում ձևակերպեմ, որովհետեւ Դուբայում մենք բացվեցինք, բայց ոնց որ գործընկերոջը չստացվեց, մարդիկ пассив վիճակում են, ոնց որ շատերը սպասում են հենց բացվենք միանան։ Այո։ Հա դրա համար Դուբայում էլ վերաբացում, այսինքն 10 միջոցառում ունենք արտասահմանում մինչև տարեվերջ ու աշխարհագրությունն էլ հա Կանադայից մինչև Արաբական Էմիրություններ ու Ֆինլանդիա ու Շվեդիա։ ու Գեղարքունիքի մարզը։ Գավառում ենք անելու մասնաճյուղը, հա այդ կարևորը մեր բոլոր մարզերը փակ ենք էլի Հայաստանում, ոնց որ գրեթե բոլոր մենակ Վայոց ձորը կմնա էլի, սրանց հետո որտեղ մասնաճյուղ չունենք։ Հուսանք որ Վայոց ձորցիները մեզ հիմա լսում են, կտեսնեն որ հատկապես որ Վայոց ձորում բանա տնտեսական զարգացումը վատ չի, այսինքն ու ավելի է լավանալու, ինչու երկու բան ամուր սարը, մոտավորապես $1 միլիարդ գումարը մտնելու եւ երկրորդը այդ տուրիստական կլաստերներ են այնտեղ բաժանվում ժամանակին Քերոպյանի ոնց որ բաններ էլ առաջարկներ իր ժամանակ ընդունվեց բանը այնտեղ կլաստերներից մի քանի կլաստերներ ամենակարևոր Վայոց ձորում են հենց որ համ туриզմի տեսանկյունից ակտիվանում համ այդ հանքարդյունաբերության եւ հանքարդյունաբերություն կա եւ գյուղատնտեսություն կա եւ туриզմի ոլորտ կա այսինքն գտնենց չի որ այդտեղ բան չկա ակտիվություն բայց հետո հա դեռ չեն կարող գտնել գործընկեր ու ինքն էլ իրականում կապողակ կլներ բանով էլի որովհետեւ մենք բանում ունենք Գորիսում ունենք Կապոն ունենք ուտեղ կապողակ կլներ հա այդ արեցան դաշտավարում իրականում կարելի է 1-2 նաեւ մի քանի կետ ունենալ ինձ թվում է այդ կողմի ժողովուրդը ավելի շատ դեպի Երևան է նայում տեղի գործարանները երևի թե հակված են ավելի շատ Երևան քիչ են գալիս հա համաձայն եմ բայց քիչ են գալիս մեր մոտ ասենք նայն կարող 5% կամ 2% լինի որ այնտեղից գալիս են մեր մոտ մասնաճյուղին դե Արմավերի մարզում ունենք Եշմիածին կենտրոնով հա Արարատի մարզում էլ կարող լինի էլի տենց կարճս Հայաստանում հա 9 մասնաճյուղ է ստացվում մինչև տարեվերջ թող Վայոց ձորցիները մեզ հիմա լսեն իմանան որ Սյունիքի մարզում 2 թե 3 մասնաճյուղ Սյունիքում 2 Գորիս Կապան հա այո 2 մասնաճյուղ կա Սյունիքի մարզում իսկ Վայոց ձորի ամբողջ մարզում գոնե մեկը չկա չնայած կարծում եմ Վայոց ձորում գոնե 2 էլի կարող է լինել մեկ չէ դժվար փոքր է մարզը հա եւ տնտեսապես եւ բան Վայոց ձորը փոքր է Վայք Երնաձոր դա այդ երկու քաղաքները ջերմուկ տուրիստական կետ հա այնտեղ հիմնականում Երևանում են այդ ջերմուկի բիզնեսների հիմնական Երևանյան բիզնես է որը ջերմուկ հա հյուրանոցների սեփականները Երևանում են հա դրա համար ցավոք սրտի հա չէ փոքր տեղացիներն էլ լինեին փոքրներ կան տեղացիները փոքր դա այդպես ամեն դեպքում հա Վայք Երնաձոր ու Արենի այնց 3 իրար հետ կարա ստացվի մի մասնաճյուղ Մանթաշյանցի կարան գտնենք մի 15-20 գործարար, բայց տեսնենք ապագայում գտնենք։ Չէ, ռազմավարություն կա Հայաստանում խորանալու եւ դուրսը, թե հավասարաչափ են դրա։ Հայաստանում դե մոտավորապես 2 տարի առաջ ռազմավարությունը որոշեցինք, որ պետք է ամբողջ Հայաստանում լինենք։ Սկզբում ոնց որ մեր կետներ մեծ քաղաքներ լինել, Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան արեցինք ու նրանց կանգնեցինք, հետո որոշեցինք, որ ամբողջ Հայաստանում լինել։ Դրա համար բացեցինք Դիլիջանում, Տավուշում, բացեցինք բանում Էշմիածնում բացեցին Գորիսում եւ այլն էլի հիմա այդ տրամաբանությամբ շարունակում ենք որ ամբողջ Հայաստանում մենք լինենք ինչու որ մեր ցանցին որևէ մեկը դիմի կարողանա մեր ցանցի միջոցով ամբողջ Հայաստանում հարցեր լուծի եւ աշխատի ու հակառակը մեր Հայաստանի բոլոր կետերից կարողանան մեր ցանցի հետ ամբողջ աշխատեն ասենք չգիտեմ Գորիսից օրինակ մարդ կար պրոդուկտեր արտադրում դիստրիբյուցիայով հիմա մտավ Լորվա մարզ որտեղ սկսեց մեր ակումբական դիստրիբյուտորը հետ համագործակցել Լորվա մարզից ասենք օրինակ դա էլ ոնց որ հնարավորություն տալիս մեր մարզի բիզնեսներին կպնել ամբողջ ոնց որ Հայաստանի տարածքում աշխատել Եվրոպա վերադառնանք Գերմանիայի մասով ամենաակտիվ եվրոպական ակումբը որն է Չեխիան
միանշանակ Չեխիան, հա, ամենաակտիվ է այս պահին, որը գալիս է գործընկերոջից։ Ավելի շատ էլի, համատաբար, հա, Չեխիան, Բելգիան Չեխիայում տենց մենք շատ ենք 750 հայ գործարար կա։ Այդ շատ է մնացած Եվրոպայում։ Հա, եթե հաշվի առնենք, որ Չեխիայում քիչ հայ կա, մի 5000, մաքսիմում 10000, չգիտեմ ինչքան կլինի, հա։ Էդ էլ է խնդիրը, ասենք հрьяաների մոտ նայում եմ, ես օրինակ միշտ փոխեցի։ Ասի վիճակագրություն ունեն, ամուսնությունները, այսինքն արտա ազգային ամուսնությունները քանի տոկոս է։ Չգիտեմ, այցելությունները իրենց հայրենիք Իսրայել տարեկան քանի տոկոս իրենք այնց վիճակագրություն ունեն իրենց մասն ամեն ինչ։ Մենք չգիտենք ինչքան հայ ենք մոտարպես, որովհետեւ մինչև այս խոսում ենք, ասենք նույն մեր համայնքի ներկայացուցիչները եւ այլն այնտեղ եկեղեցին ասում են 50 հայ գործարար կա, 30 հայ գործարար կա մոտարպես, եւ մենք մի քիչ ուսումնասիրեցինք 750 հայ գործարար տվել են քարի մենակ Չեխիայում ու գործող։ Աշխատող է, ձեռնարկատեր։ Հա, բան չեն էլի, դրա համար տենց հետաքրքիր բաներ դուրս գալիս պոտենցիալ, որ իրական մենք գնալով էլի համոզում եմ էլի, որ մենք տեղյակ չենք, մենք ինչ ունենք։ Տենց ու շատ խորը տեղյակ չենք, էլի։ Ու շատ մի քիչ տեղյակ չենք։ Ու շատ ինքնավստահ տեղյակ չենք, էլի, որտեղ որ խոսում ես, ասում հա, գիտեմ, մեկը բոլորին ճանաչում եմ, բան, բայց ոչ մեկին չենք ճանաչում։ Մի հարց էլ կարծում եմ կհասցնենք քննարկել։ Պետությունն էլ է, չէ՞, ամեն դեպքում զբաղվում Սփյուռքով, իրանք էլ չունեն այդ թղթերը, օրինակ Սփյուռքի հանձնակատար կա, դրանից առաջ Սփյուռքի նախարարություն կար։ Հա, իրենք բազայի առումով իրական տեղյակ չեմ, դες չեն կիսվում, բանով։ Բազայով դե ճիշտ են անում, որ չեն կիսվում։ Չէ, կխնդրեմ։ Դե գլոբալ լսել, չեմ հիշում խնդրել են թե կարծեմ խնդրել են ժամանակին։ Հա, բայց այտենց դեմել չեմ, որ չեմ կիսվում, էլի, ամեն մարդուն որ կիսվեն ուր կհասնեն, էլի, այտենց հիմա։ Բայց բանը, բայց վստահ եմ իրենք չեն տիրապետում, էլի, այն մեկը էլի մենք չունենք այտենց ամփոփիչ տվյալներ։ Ամփոփ տվյալներ մեկը չունենք վստահ եմ։ Այսքանը երևի թե սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, շարունակեք մեզ լսել, մենք հաջորդ շաբաթ հուսամ նորից կխոսենք, ասեմ որ Միացյալ Նահանգներից արդեն այսօր էլ մեկնում է, այսօր եկել է եւ այսօր մեկնում է, այդ տենց ակտիվ է պարոն Միրաքյանը համայնքաշինության գործում, այնպես որ երևի թե հերավար կապով կտեսագրվենք կամ կսպասենք Վարամը վերադառնա ու մեզ նորից կպատմի ինչ կար Միացյալ Նահանգներում։ Այսքանը մի փոխեք ռադիո ընդունիչի ալիքը, շարունակեք մեզ լսել, ելի հետաքրքիր է լինելու։